Սա Շուշեկը թափած ծառները կեսի շատ ավիրված, կատինային շլանգների վրա ընկած կդրված։ Մայիսյան գյուղի ծաղիկների ջերմատան աշխատակիցները ուրբաթ երեկոյան տեղացած ուժեղ կարկուտից հետո դեռ չեն հասցրել մաքրել ապակու կտորները։ Կարկուտը առելի վնասներ է հասցրել, մոտ 3000 քառակուսի շուշա կոդրվել է սաղ ամբողջությամբ, 5000 քառակուսու չափ է մոտավոր պոլիետինային ցելոֆոնից է վնասել։ Մոտավոր արժեքը մոտավոր արժեք նոր հաշվենք մոտ 10 միլիոնի կաշկի էլի կան վնաս են կրել։ Մոտ 80 միլիոն դրամի վարկ ունեն ջերմատան սեփականատերերը, կարկուտի հետևանքները սեփական ուժերով վերականգնել չեն կարող, ջերմատներում գրեթե ամեն ինչ պետք է նորով փոխարինել։ Բդի քանդվի սաղ, նորից թազա բդի պանելս, այդ ցելոֆոնը նորից ծախս թազա բդի հանեն, այդ ցելոֆոնը հետն է սաղ վնասել, դրանք բդի սաղ ելնի, որ շուշեկները նորից թազա սաղ փոխեն։ Ջերմատան մի մասում ծաղիկները անխնամ են մնացել, աշխատակիցները չեն կարող մոտենալ դրանց, երկաթյա կոնստրուկցիաներից կախված ապակու կտորները ամեն րոպե կարող են ընկնել։ Շինարարություն է, անի կասկեկով կանցնի, նոր շուշեկը չգնի կրխաներին հանգած ուրիշ վնաս չտանք էլի։ Ներկայիս մոտ վնասը 12 միլիոն դրամի կարգի է, որը արդեն բոլոր թաղանթները փոխման ենթակային երկշերտ է ինքը, չհաշված շուշեկը, որը նկարանիկ, որի չափը ընդանուր 14000 քառակուսի մետր է, որի արժեքը նոր նշեցի 12 միլիոն դրամ է։ Ու այս վիճակը էլ մի ներկայային չէր, մոծի աշխատանքները կանգնեցրած են, որտեղ շուշեկը սպես կիսակախ կախված են, որ վնաս չեղնի էլի։ Գյումրիի այս ջերմատան պոլիէթիլենային թաղանթը կարկուտի հարվածներից վերածվել է ցանցի, կարկուտը նստել է վարտի թփերին։ Այս աբսուրդ կարկուտ չի եղել էլի, որ կերնանա կարկուտը թաղանթը ծաղի ու ցածիշն էլ, դա այդպես տեպք չի եղել, չենք է պատկերացնել։ Կարկուտը ծեծաստեղն է ծեծում, ասում են ջերմոցատերերը, չգիտեն ինչպես եւ որտեղ վաճառել ծաղիկը։ Հիմա էլ կար կտահարություն։ Մենք փակել են вообще ոչ արդանում կա, ոչ բան կա, թափելու քնով կեսը թափել ենք, թափածներն ունենք, այսօր նորից դիա խաղ է, մտածենք ոնց պիտի վաճառենք։ Ջերմատների սեփականատերերը արդեն դիմել են համայնքապետարաններ վնասը գույքագրելու համար։ Գյումրիի քաղաքապետարանն էլ դիմումներ է ստանում հարյուրավոր քաղաքացիներից։ Փոխհատուցման հույսով մարդիկ քաղաքապետարան են բերում կարկուտի ավերածությունների մասին վկայող լուսանկարներ։ Mercedes-Benz է, կարկուտից վնասվել է դիմաբագին է կոդրվել, վերքը, կապոտ, բագաժնին, բոլորը ցուցադրեց շատ կոդրվել է։ 7 մեքենա է, կազմակերպություն է, վնասի չափը առել է էլի։ Ամեն մեքենա մոտարապես մինչև 1 միլիոն դրամ վնաս են կրել։ Շաբաթօրվա դրությամբ 161 դիմում մուտքագրած ունենք արդեն, իսկ այսօրվա դրությամբ մոտ 500 դիմումներ են, որոնք վերաբերվում են եւ ավտոմեքենայի, եւ շենքի տանիքի, տանիքի, ինչպես նաեւ պատուհանների կոդրված, նաեւ այգիների վնասված ծառերի։ Համայնքապետարաններում ստեղծված հանձնաժողովները դիմումներ կընդունեն մինչև հունիսի 26-ը։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։